Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտն են Աթիրա Իսրաֆիլը եւ Սաբինա Բայրամը։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ապրիլին այց կկատարի Չինաստան։ Այս մասին Բաքվում Ադրբեջան-Չինաստան ռազմավարական գործընկերություն համախմբում եւ համագործակցության խթանում գլոբալ հարավում թեմայով համաժողովում հայտարարել է Չինաստանի Կոմկուսի կենտրոնի անդամ միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Լյու Ցզյանչաոն։ Այդ այցի շրջանակներում մենք որոշումներ կկայացնենք առավել կոնկրետ նախագծերի վերաբերյալ։ Մեր հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ կա, ասել է Լյու Ցզյանչաոն։ Զանգեզուրի միջանցքի գործարկումը ռազմավարական մեծ նշանակություն ունի։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Կոմկուսի կենտկողմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Լյու Ցզյանչաոն։ Ադրբեջանը առաջին է աջակցել մեր մեկ կոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությանը եւ ակտիվորեն մասնակցում է դրա իրականացմանը։ Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի կառուցմանը, սա կարևոր նախագիծ է, որն ել ավելի կամրապնդի Եվրոպայի եւ Ասիայի միջև կապերը, հատկապես ներկայիս միջազգային եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակում։ Ադրբեջանը հանդես է եկել այս միջանցքի ստեղծման նախաձեռնությամբ եւ դրա իրականացումը ռազմավարական մեծ նշանակություն ունի, ասել է նա։ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Թոֆիկ Մուսայևը ելույթ ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում անցկացվող անհետ կորածների թեմայով քննարկումների ժամանակ։ Դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանը հպարտանում է նրանով, որ հանդիսանում է գլխավոր ասամբլեայի անհետ կորածներ երկամյա բանաձևի հեղինակն ու նախաձեռնողը։ Դիվանագետը նշել է, որ 1990-ականների սկզբից Հայաստանի կողմից ագրեսիայի եւ օկուպացիայի հետևանքով անհետ կորել է 4000 ադրբեջանի քաղաքացիներ եւ նրանց ճակատագիրն առ այսօր անհայտ է մնում։ Այս հարցը հրատապ ուշադրություն եւ գործողություններ է պահանջում։ Անհետ կորածների թվում կան 774 խաղաղ բնակիչներ, որոնցից 116-ը կանայք են, 315-ը ծերեր, 75-ը երեխաներ։ Ամբողջ սերունդներ ոչնչացվել են։ Նրանցից ոմանք նույնիսկ անհայտ հանգամանքներում անհետացել են։ Նրանց կալանավորման ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այցելությունից հետո, ընդգծել է Մուսայևը։ Եվրախորհրդարանը պետք է կենտրոնանա իր խորը արմատացած կոռուպցիայի խնդրի լուծման եւ հասարակության վնասված վստահության վերականգնման վրա, այլ ոչ թե փորձի միջամտել Ադրբեջանի ներքին գործերին։ Եվրախորհրդարանի անդամները պետք է առաջնորդվեն ոչ թե էսասիրական քաղաքական կամ ֆինանսական շահերով, այլ ճշմարտության, արդարության եւ խաղաղության ձգտումով։ Այս մասին ասվում է հայտնի քաղաքագետ եւ լրագրող Դոն Գրասիա դիվանագիտական կենտրոնի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ռեյչել Աբրահամի հոդվածում, որը հրապարակվել է կանադական հանրահայտ ZGA հրատարակությունում։ Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը հայկական ծագումով անձանց դատում է նրանց կողմից կատարված ռազմական հանցագործությունների համար։ Այդ անձինք Ադրբեջանում մեղադրվում են ծանր հանցագործությունների համար, այդ թվում խոշտանգումների, վարձկանային գործունեության, ռազմական հանցագործությունների, ահաբեկչական ակտերի եւ ահաբեկչության ֆինանսավորման համար։ Այս հարցի վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմից վերջերս ընդունված բանաձևը հեղինակը որակում է որպես անհիմն, ոչ օբյեկտիվ եւ կողմնակալ փաստաթուղթ, այն համարելով Ադրբեջանի հեղինակությունը խաթարելու քարոզարշավի բաղկացուցիչ մաս։ Եվրոպական միության կառույցների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության հետ միասին ծանոթացանք Աղդամում վերականգնման եւ շինարարական աշխատանքների ընթացքին։ Մենք տպավորված ենք կարճ ժամանակահատվածում ձեռք բերված արդյունքներով։ Այս մասին Աղդամում լրագրողներին ասել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար դեսպան Պյոտր Միխայիլկոն։ Կյանքը այս հողեր վերադարձնելը եւ մարդկանց կրկին այստեղ ապրելու հնարավորությունը մեծ նշանակություն ունի։ Եվրամիությունը որպես միջազգային խոշոր գործընկեր աջակցում է Ադրբեջանին ականազերծման գործընթացում։ Այսօր մենք նույնպես ականադես դարձնանք այդ գործընթացին։ Եվրամիությունը կշարունակի համագործակցությունը ողջ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու ուղղությամբ, ընդգծել է Միխայիլկոն։
Ասիական զարգացման բանկը հաստատել է Բաքվի մետրոպոլիտենի ընդլայնման նախագծի շրջանակներում 2025,000 Միացյալ Նահանգների դոլարի տեխնիկական օգնության տրամադրումը։ Ֆինանսավորումը կտրամադրվի հատուկ տեխնիկական աջակցության հիմնադրամից։ Միջոցները կօգտագործվեն Բաքվի մետրոպոլիտեն փակ բաժնետիրական ընկերության աջակցելու համար հետևյալ ոլորտներում՝ արկա եւ մշակվող նախագծային փաստաթղթերի վերլուծություն, ինստիտուցիոնալ փոփոխությունների խթանում, տրանսպորտի հատվածում կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար։ Ակնկալվում է, որ այս աջակցությունը կնպաստի Բաքվում ժամանակակից, արդյունավետ եւ պահանջարկին միտված մետրոպոլիտենի զարգացմանը։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշորոնի թերակղզում կդիտվի փոփոխական անպամատություն, հիմնականում առանց տեղումների եղանակ։ Գիշերը որոշ ծայրամասերում կա կարճատև անձրևի հավանականություն։ Առանձին վայրերում կդիտվի թույլ մառախող։ Հարավ-արևմտյան չափավոր քամին ցերեկը կփոխարինվի հյուսիս-արևմտյան քամով։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 10-14, ցերեկը 19-24 աստիճան տաքություն։ Ադրբեջանի շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Բարձր լեռնային շրջաններում ձնախառն։ Գիշերը եւ առավոտյան ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախող։ Առանձին վայրերում կուժաղանա արևմտյան քամին։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 9-14, ցերեկը 22-27 աստիճան տաքություն։ Լեռնային շրջաններում գիշերը 3-8, ցերեկը 12-17 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավեննում, Խանքենդիում սպասվում է 15-19, Աղդամում, Ֆեզուլիում 13-20, Ջաբրայիլում, Զանգիլանում, Գուբատլիում 11-19, իսկ Լաչին եւ Քելբաջարում 9-14 աստիճան տաքություն։ 102.7 FM